Դից ինչ որ զգում էի, որ մի բանի նմանացնում եմ, մի հատ բոլոր հարցերի փորձագետ կա, էլի, անունը էական չի, որտեվ տենց բոլոր հարցերի փորձագետը ինձ թվում է բոլորը գիտեն ով է։ Մեկ բոլոր հարցերի փորձագետը, մեկ ԿՊ, ներեք ինչ որ տարբեր հրապարակումներ էր անում, սրան ենք պատժելու, նրան ենք վարչական պատասխանատվության ենթարկելու, լռության օրով էս ինչ եք անում, չի կարելի։ Ամբողջ օրվա ընթացքում հիշում եմ, ախր տես մի հատ պերսոնաժ եմ ես, հիշում առավոտը հիշեցի։ Ուրեմն խնդրում եմ, կարդացեք, 3 էջա, 4 էջա ավել չի, 10 րոպեվա կարդալու բան է։ Անտոն Պավլովիչ Չեխովի Ունտեր Պրիշիբեև պատմվածքը։ Ունտեր Պրիշիբեև։ Կարճ ասեմ ինչի մասին, հա, չեմ կարող այդ բանը զուգահեռը որ անցկացնեմ։ Դատա իրանից ներկայացնում, դատում են Ունտեր Պրիշիբեևին։ Ունտերը դա տես պրապորշիկն է, էլի։ Մարդը ծառայել է, վերադարձել է 15 տարի ապրում է մի գյուղում, սաղի կյանքը ուտում է։ Այդտեղ այս ժողովուրդը ասում է, այ ձեր ցավը տանեմ։ Դրանց երգում ենք, պարում ենք, գալի ասում են նիպալոժինը։ Որտե՞ղ է գրած օրենքներում, ես տեղ միակ մարդն եմ, որ բոլոր օրենքները գիտեմ, ես գիտեմ օրենքները, որտեղ է գրած, որ ժողովուրդը կարա երգի, պարի, ուրախանա, կամ ասենք բուն ինչի համար են դատում, խուլիգանության համար, ինչ որ միջադեպատահաշ տեղի ունենում, զանգ եկավ, միջադեպատահաշ տեղի ունենում, ժողովուրդը հավաքվում են, գալի է ժողովուրդը սկսում է ցրել։ Նիպալոժինը, այ մարդը ժողովուրդը ասում է թարգեք ես Ունտեր Պրիշիբեևից։ Հիմա մեր մոտ այս 15 տարիա կյանքներս ուտում է մեր Ունտեր Պրիշիբեևը։ Ասենք, չգիտեմ, ես օրինակ հիշեցի, թե ոնց էր մի 6 տարի առաջ գնացել մարդու գարաժ էր մտնում, ինչ որ չգիտեմ ինչ էր անում, խալխի գարաժ էր մտնում, Սայաթ Շիրինյանի, ինչ որ տենց անընդհատ ինքը ու այդ մարդուն թուղթու գրի չեն տվել, որ օրենք գրի։ Հիմա ինչի մասին է խոսքը, լռության օրվա կարգավորումների մասին։ Ժողովուրդ ջան, իրավաբանությունը այդ տեքստից բացի նաև դրա մեկնաբանություններն են, առաջի հերթին դրա մեկնաբանություններն են։ Հակառակ դեպքում բոլորս կարայինք երկու հատ տեքստ կարդալ կամ գրել Ունտեր Պրիշիբեևի օրինակով ու մեր անունը դնենք իրավաբան։ Իրավաբանությունը գիտություն է, որը իր սկզբունքներ ունի, որը իր տրամաբանություն ունի։ Ցանկացած իրավունքի ճյուղում, ցանկացած օրենքում, այդ օրենքի կարգավորման առարկայից դուրս գտնվող հարցերը այդ օրենքի հետ կապ չունեն, չես կարա պատժես։ Ընտրական հարաբերությունների սուբյեկտ չեն, այն մարդիկ, որոնք որ ոչ քարոզչություն իրականացնող տվյալ դեպքում տեղական ինքնակառավարման մարմնի մասով, այդ 9 կուսակցություններից կամ դաշինքներից մեկն են, ոչ դիտորդ են, ոչ հավատարմագրված լրագրող են, ոչ վստահված անձ են, ոչ մի կարգավիճակ չունեն այդ դեպքում ընտրական օրենսգիրքը նրանց հետ ինչ կապ ունի։ Ընտրական օրենսգիրքի հետ հարաբերությունները չի կարգավորում։ Լռության օր, այս ինչ կարելի է, այն ինչ չի կարելի, չի վերաբերում, ոչ ընտրող են, առավել եւս։ Այսինքն մարդը իր Facebook-յան էջում կարող է ինչ-որ մի դիրքորոշում հայտնի, հետո Ունտեր Պրիշիբեևի պես ով ինչ գրում է, տակը գրում է, չի կարելի, հələ գնա կարդայես ինչ հոդվածը, բան, այ ախպեր չի կարելի, որը դա ինչ եք ուզում մեզնից։ Երեք էլ Բագրատ Սրբազանի հետ կապված արդեն դանոսը տվել են կենտրոնական ընտրական հանձնաժողովին, բա դու գանեք։ Ինձ շատ հետաքրքիր է կենտրոնական ընտրական հանձնաժողովը ոնց է արձագանքելու Ունտեր Պրիշիբեևի այս բանի գնացի։ Երեք էլ լրագրողներից մեկն էր ինչ-որ բան գրել, տակը գրել է, չի կարելի, գնա կարտաբան, այ ախպեր ջան։ Այս Ունտեր Պրիշիբեևյան իրավաբանությունը կարդացեք էլի խնդրում եմ։ Այդ զուգահեռը ձեզ ուղղակի հագից չի տալու, որ թեև ես ասեմ ցեզ այս Ունտեր Պրիշիբեևը դրական կողմեր ունեցող պերսոնաժ էր, որտեղ ամեն դեպքում մարդը այտենց բավական հետաքրքիր ազնվություն ուներ նաև իր մեջ, էլի։ Ամեն դեպքում սա է ուզում ասել, տղեկ ինչ-որ բան ունեն ասելու, սկսենք Սերգեյից, Սերգ։ Թողեք ապրենք էլի։ Հա։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը եթե չտուգանի, ապա Դանիել Լեոնիսյանը կտուգանի եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովը եւ Բագրատ Սրբազանին։ Ոնց որ նայեմ ես։ Այ։ Դե լավ, սենց բարձր տրամադրությամբ գնում ենք մեր երկրորդ քաղաքը,